Կենտրոնի եթերում անցուդարձն է, եկեք միասին ու կարճ ամփոփենք օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Հայաստանն ու Իրանն ավարտել են սահմանային անվտանգության ամրապնդման ուղղված զորավարժությունները։ Առաջին անգամ անցկացված վարժանքը հստակ մեսիջ էր Ադրբեջանին հեռու մնալ Հայաստանի հարավային դարպասից։ Եթե հարձակում լինի Սյունիքի վրա, Իրանը կմիջամտի, կարծում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ Նրա դիտարկմամբ խաղաղության զորավարժությունն անցկացվել է Իրանի նախաձեռնությամբ։ Այն, որ զորավարժությունը անցկացվել է, նշանակում է, որ ռազմական ինտերվենցիայի հավանականությունը բավականին մեծ է։ Եթե անգամ Հայաստանի իշխանությունները ասում են դա գաղտնի է, մենք այդ մասին չենք ասում, բայց Իրանի հատուկ ծառայությունները վստահաբար ինֆորմացված են, թե որքան լուրջ է այդ վտանգը, դրա համար էլ որոշել են մի քայլ առաջ անել, ճիշտ է, առայժմ փոքր քայլ, բայց ամեն դեպքում մեկ քայլ առաջ, որովհետև մինչև հիմա ընդամենը բանավոր հայտարարությունների մակարդակով էր դա։ Իրանի զինված ուժերի գեներալ Սեյեդ Մորթեզա Միրյանը հայտարարել է, որ Թեհրանի առաջնահերթությունը հարևանների տարածքային ամբողջականությունը հարգելն է, նշելով, որ Պահապանների կորպուսի ստորաբաժանումները լիակատար պատրաստակամության վիճակում են, նա հավելել է, որ ցամաքային ուժերը միջոցառումներ են իրականացրել զորավարժությունների ընթացքում բարեկամ եւ եղբայրական Հայաստանի գործողությունները պլանավորելու եւ համակարգելու համար։ Իրանը զգուշացրել է, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը շարունակեն սպառնալ ռազմական ուժով, իրենք Մագադեի տեսուչներին կվտարեն երկրից, հարստացված ուրանն էլ կտեղափոխեն գաղտնի պահեստարաններ։ Շաբաթ Իրանի եւ Ամերիկայի ներկայացուցիչները հանդիպելու են Օմանում Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար։ Անտալիայում հանդիպել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչները։ Ռուբեն Ռուբինյանն Նիքսի իր միկրոբլոգում գրել է, որ Սերդար Քլիչի հետ լավ քննարկում է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Քլիչը կիսվել է Ռուբինյանի գրառմամբ ու նշել, որ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում իսկապես շատ լավ եւ արդյունավետ հանդիպում է ունեցել իր հայ գործընկերոջ հետ Անկարա-Երևան կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Թուրք դիվանագետը ՌԻԱ Նովոստիի հարցինի պատասխան ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա, հայկական կողմի հետ հաջորդ բանակցության կոնկրետ ժամկետ ևս նախատեսված չէ։ Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների Քլիչը մեկնաբանել է նաև հարցը, թե Թուրքիան Հայաստանին սահմանադրության փոփոխության պահանջ ներկայացրել է։ Թուրք պաշտոնյան ասել է, որ սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը եւ այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները սահմանադրության մեջ։ Անտալիայում Էրդողանը Ալիև հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահն ասել է, որ ցանկանում է Ադրբեջանին տեսնել որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ ու հավելել, որ ուշադրությամբ հետևում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Էրդողանը գոհունակություն է հայտնել Երևանի եւ Բաքվի միջև խաղաղ գործընթացի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիք, ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին։ Համակարգ կա գյուղում ջրի։ Ներքինը կա։ Ճամփեն էլ սարքում ենք։ Էսա Պապիկյանն ասում է, «Էս մի ճամփեն էլ ենք սարքում, տեղ կա սարքելու» ու Շաբաթ գոնե երկու անգամ լինի։ ինչ պետք է անենք։ Շաբաթ երկու անգամ է, նախ Որտե՞ս համանապահ։ Չէ, ճամփեն պետք է սարքել։ Աստեղից որ սարքենք շուրմուխ միջև քանի կիլոմետր չէ։ Ասկեզին ձենահան։ Հաջեսին։ Արեք սովորել։ Հրդեհ է բռնկվել Ստամբուլի քիմիական նյութերի պահեստում, պայթյուն եղել է արդյունաբերական տարածքում, կրակը տարածվել է մերձակայքում կայանված մեքենաների վրա։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություն չկա։ Ավիավթար Նյու Յորքում ուղղաթիռը, որում եղել է 6 մարդ, ընկել է Հուզդոն գետը։ Վթարի հետևանքով մահացել են Սիմենսի իսպանական մասնաճյուղի ղեկավար Ավգուստին Էսկոբարը, նրա կինը, 3 երեխաներն ու օդաչուն։ Նյու Յորքի քաղաքապետի խոսքով Էսկոբարն ընտանիքի հետ ուղղաթիռով ժամանել էր Իսպանիայից։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ։ Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգանի անվան օդանավակայանի թռիչքուղում երկու ինքնաթիռ է բախվել, ինքնաթիռի թևը հարվածել է մյուսի թևին։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ինքնաթիռներից մեկում կոնգրեսի անդամներ են եղել։
Բաքվում տաքսին թռել է ու հայտնվել է երթևեկելի գոտում, դառնալով խոշոր ավտովթերի պատճառ։ Դեպքը տեղի է ունեցել Հեյդար Ալիևի պողոտայում։ Մերձ Մոսկվայում 14-ամյա դեռահասը դանակով հարձակվել է ու սպանել 10-ամյա երեխայի միջադեպը տեղի է ունեցել խաղահրապարակում, հարուցվել է քրեական գործ։ Չեչնիայում 17-ամյա տղայի անշնչացած մարմինն ցույց են դրել հրապարակում։ Էսկերհան Խումաշևն ապրիլի 7-ին դանակով հարձակվել էր ոստիկանների վրա, սպանել նրանցից մեկին, մյուսին էլ վնասվածք պատճառել։ Պատասխան կրակից անչափահասը մահացել է։ Հնդկաստանում կայծակի հարվածներից 25 մարդ է մահացել, զոհերի մեծ մասը ֆերմերներ են և օրավարձով աշխատողներ, շատերը Նալանդ շրջանից են։ Թրամփը ստորագրել է հրաման ցնցուղի ջրի ճնշումը բարձրացնելու համար, նա չեղարկել է Օբամայի օրոք ընդունված սահմանափակումը, որով ջրի հոսքը յուրաքանչյուր ցնցուղից կրճատվել էր մինչև 9.5 լիտր ջուր 1 րոպեում։ Հրամանը ստորագրելիս Թրամփը բողոքել է, որ ջրի թույլ հոսքի պատճառով ստիպված է 15 րոպե ցնցուղի տակ անցկացնել, ինչը ծիծաղելի է։ Առաջարկում եմ միասին թերթել մամուլի էջերը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ռուսական շրջանակներից մեծ փոխանցված տեղեկության, պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ մայիսյան տոներից հետո Ալմաաթայում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն խաղաղության վերաբերյալ։ Ղազախստանը Ալմաաթան որպես ստորագրության վայր պատահական չի ընտրված, քանի որ Փաշինյանի ձեռամբ Ալմաաթայի հռչակագիրն է դրված հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքում։ Ժողովուրդ օրաթերթը փորձեց այս տեղեկությունը ճշտել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից, սակայն նա հրաժարվեց որևէ կերպ արձագանքել։ Հրապարակը գրում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, քննարկել Եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հանդիպման մասին ընդհանրապես հաղորդեց, թե Լավրովը ներկաների ուշադրությունն է հրավիրել ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա, ուղղված Ասիա խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը, պայթյունավտանգ իրավիճակին մերձավոր արևելքում, ինչպես նաև Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի կայունությանը սպառնացող վտանգներին։ Մինչդեռ տեղեկություն ունենք, որ Լավրովը բավականին կոշտ զգուշացրել է, թե շուտով զբաղվելու են տարածաշրջանային այն երկրներով, որոնք օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից արևմուտքի ազդեցության գոտին են ընդլայնել ի հակակշիռ Ռուսաստանի, մասնավորապես հատուկ շեշտվել է Հայաստանը։ Ուշագրավ է, որ այս հանդիպման մասին մինչ օրս Հայաստանի դեսպանության կայքում չկա տեղեկատվություն։ Մեզ ասացին նաև, որ չնայած սրան Լավրովը բավական ջերմ հարաբերություններ ունի Արսենյանի հետ։ Հրապարակը գրում է կառավարությունը թեև երեկվա նիստում ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշում, սակայն մարտի 28-ից պայքարի դուրս եկած արցախցիները դա հարցի լուծում չեն համարում եւ պատրաստ են շարունակել պայքարը։ Այդ ծրագրով սոցիալական աջակցություն կտրամադրվի արցախցի կարիքավոր ընտանիքներին ամենամսյա դրամական աջակցության ձևով 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Ըստ կառավարության կարիքավոր է համարվում այն ընտանիքը, որի մեկ անդամի հաշվարկով ամսական եկամուտը ցածր է 55,000 դրամից։ Նման ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամին կտրամադրվի 40,000 դրամ, մյուս անդամներին 10,000-ական։ Այս տարվա ապրիլից կառավարությունը, հիշեցնենք, կրճատել է 40+10,000 դրամ աջակցության ծրագիրը։ Աջակցություն տրվում է միայն երեխաներին, ծերերին և հաշմանդամներին։ Հիմա օնլայնեցին շրջանակը, սակայն արցախցիները պահանջում են, որ 40+10,000-ի ծրագիրը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց բնակարանային հարցերը չեն լուծվել։ Իդեպ մի կողմից կառավարությունը նահանջում է լրացուցիչ ծրագիր ընդունելով, մյուս կողմից արցախցիների դեմ արշավ են իրականացնում, նրանց մեղադրելով իբրև թե Հայաստանն Արցախի ճակատագրին արժանացնելու նկրտումների մեջ։ Իրականում իշխանությունները վախենում են Արցախից Հայաստան տեղափոխված ժողովրդի շուրջ համախմբումից և զբաղված են խառնակցությամբ, որ նրանց շարքերը պառակտեն և պայքարը թուլացնեն։ Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
Մոսկվայում տեղացած ձյունը ոգևորել է կենդանաբանական այգու բնակչին, գորիլան ուրախությունից բրեյք-դանս է պարել։ Պրադան գնում է Վերսաչի նորաձևության ապրանքանիշը, գործարքի արժեքը 1,4 միլիարդ դոլար է։ Եղանակ առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ մարզերում ձյուն կգա, ջերմաստիճանը կնվազի ևս 7 աստիճան։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար, ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարն ու բաժանորդագրվում։